Բարև ձեզ։ Ընտանիքս բաղկացած է 6 անդամից, ես ամուսինս 4 անչափահաս բալիկները, 2 աղջիկ, 2 տղա։ Արդեն ընկերներ ունեն, դպրոց են հաճախում գալիս են, ամուսինս աշխատում է, Գոլչինում աշխատում տենց։ Ընտանիքը պահում է, էլի կարևորը։ Ծրագրից իմացել ենք սոցցանցերից, սոցապնախարարությունից, դիմել ենք քաղաքացիության համար, քաղաքացիությունը ստացել ենք, հոկտեմբերի սկիզբ կեսեր արդեն տան հարցով ենք զբաղվել ու բոլորը հարթ այդ թղթաբանությունը անցել է, տունը ձեռք ենք բերել ու տեղափոխվել ենք ստեղ։ Կարևոր է շատ մեր կյանքում, որ կարողացել ենք սերտիֆիկատով տուն ձեռք բերենք ու տեղավորվել ենք տան գումարով, 1 միլիոն ավելացել է, այդ 1 միլիոնին էլ մի 2 բաներ ենք վերցրել տան համար ու գոհ ենք։ Ղարաբաղից տեղահանված բնակչության բնակարանային ապահովման պետական ծրագրի նպատակն է ապահովել այս բնակչության սոցիալ-տնտեսական ներառումը, ապահովելով նրանց համար կայուն բնակարանային պայմաններ։ Իր մասշտաբով ծրագիրը աննախադեպ է, ապահովելու է 20,000 ընտանիքի մշտական բնակության պայմաններով եւ ծրագրի ամբողջական ծավալը ֆինանսական կազմելու է մոտավորապես 2 միլիարդ ամերիկյան դոլար։ This is a very important program, not just for Armenia and Armenian people, but also for Asian Development Bank. It's a very special program. In my view, I think this is the most human-oriented program because we are really, and we see this in this field trip that we have, we are meeting with real families who did apply and got certificates to acquire housing, to improve their living conditions. And I have to say also here that a lot of everybody, actually not a lot, but everybody from the displaced people can apply and avail of this program. Ես 2023 թվականի տեղահանված եմ, Մարտակերտի շրջան Թբլղու գյուղից ենք եկել։ Սկզբնական շրջանում դե բնականաբար Վարչով էինք ապրում, քաղաքացիություն ենք ձեռք բերել, դարձել ենք քաղաքացի, հետո հավաստագիրը ձեռք բերեցինք, որի շնորհիվ ունեմ նման տուն։ Եկանք Կոտայքի մարզ քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 7 հոգի ենք ընտանիքում, մի հոգին 4 միլիոնով դե որ ասեմ, ու եկանք սեփական տունը մեզ ձգում էր, մի խոսքով հողը ավելի շատ։ Եվ ինչ ասեմ, ունենք արդյունքում հողամաս, տուն, դե ինչ ցանեցինք, մշակեցինք հողը, ոնց տենում եք, մի քիչ էլ կենթանիների առումով ասեմ, հավ ունենք այս պահին։ Հեսա լոբին ցանել ենք, արդեն լոբին ցանել ենք, ոնց տեսնում եք, կարտոշկեն էլ հենա արդեն դուրս է եկե, հենա վերևում սոխ ունենք, արդեն են էլա դուրս եկե, ոչինչ, հենանք սպասենք, կլնի մնացածն էլ հերթով կգնա ամեն ինչ իրա տեղին։ Դժվարությունները եղել են, դա հետ եղել է, շատ ենք վազվզել, այս կողմ են կողմ տունը նայել ենք, 1000 տուն ենք նայել, որ ասեմ Հրազդանում էլ տուն չեմ թողել, արդեն բոլորի տներին ծանոթ եմ, մի խոսքով եկել եմ հասել եմ ստեղ, Ջրառատ Ռնդամալ, առաջվա անունը Ռնդամալն է, ծրագիրը արդյունքը տվել է, եթե չարչարվես, պայքարես, իհարկե ամեն ինչին կհասնես։ We are very happy to see the real impact of our program, that it makes change in people's life, and we met with kids. We really hope they will have bright future here with our modest help.
And more families are, of course, welcome to avail of this program. So we are very grateful for the family to host us here now, to meet, and it's wholeheartedly very nice to see the real beneficiaries of this ADB program, together, of course, with the Ministry of Labour and Social Protection. Այս պահին արդեն 6000-ից ավել ընտանիքներ ձեռք են բերել սերտիֆիկատ բնակարան ձեռք բերելու, կարող են բնականը ինչպես ձեռք բերել, այնպես էլ կառուցել բնակարան։ Հիմնականում սերտիֆիկատներ իրացվել են Կոտայքի, Արարատի, Լորվա մարզերում, սակայն բոլոր մարզելիցեր ընտանիքներ դիմում են, հետևաբար մենք ակնկալում ենք, որ զարգացումը մարզերի համաչափ կլինի։ Խորհուրդ կտամ, ովքեր դեռ չեն դարձել քաղաքացի, ինչ ասեմ, բանին ասած ինձանից օրինակ վերցնելով, իրանք էլ դառնան քաղաքացի եւ իմ նման տուն ունենան, ընտանիք ունենան, կացարան ունենան,